Հրավիրանը սիրում է ֆանտազիային զորտա եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենար եւ հանձնաժողովինից բնականաբար լավ կլինի որ այստեղ լինեի, բայց մտության փողի տակ փորձեցի արտահերթից տանել, հետո չարեցի։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց, որ այս օրինագիծը իր կողմից շրջանառության մեջ դրված շատ խնդրահարույց է։ Եվ ֆրակցիան դեմքի վերքը նաեւ ինքը։ Այսօր հիշեցրեցի։ Եթե այդքան ես առաջի անգամ դեմ պատմության մեջ, որ մի մարդ իր նախաձեռնության դեմքը չեք ասում, որն էր կարևոր, որ բանակում փողով ազատվեն։ Դե ասում ես sense դենց այդ մարդիկ թողնում դնում են։ Կարևոր է ձեր կճանինի գլացի անգամ, որովհետև ամեն օր քաղաքացիներից Դուք շարունակեք Հակսակսյանից հարցազրույցներ։ Դուք հիմա Պաշտոնական հանրաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվելու։ Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են։ Որ տղաները ցանկը թողտա, որ տղաների։ Ցանկը ասում են զանգում են, ովքեր են զանգում։ Կարին է թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում են նախաձեռնություն, այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականները, եթե թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման, ֆրակցիայում քննարկման ժամանակ այդ ասվեց, թիվը 50% ավելացրած, որի եզրահանգումների վրա ինքը հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին 2 տարվա ընթացքում զորակոչի թիվը աճում է։ Հիմա դա ինչի հետ է պայմանավորված։ Հիմա կասեն խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց, քանի դեպքից քանիսնա բանակի ներսում տեղ ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գերավարության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում արեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետք է օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Դուք ինչ եք միշտ աչ թևի տակ։ Դուք խոսում այլ որոշում եք ունեցել, բայց հետո ձեր որոշումը ազդել են։ Շարունակեք Հակսակսյանից հարցազրույց։ Ամերիկայից կգամ ընդունենք այդ որոշումը, բայց փաստորեն եկա հակառակ արեցի։ ինքը խնդրել է որպեսզի ծանր եք տարել, որ նիստ դուք չեք վարել։ Պարոն Կիրակոսյան, ես շատ լավ գիտեմ ձեր բեռնագրերի փնտրտուքը, ես ծանր չեմ տարել, ես ծանր տարել եմ լուրջ ես ասում։ Ինչ ես ասում։ Ես հուզվեցի, լսի։ Ես ծանր եմ տարել թռիչքի տևողության վրա, ոչ թե այստեղ գտնվելու։ Պարոն Քոչարյան, Ամերիկայից ուրիշ հապկից դուրս գալու մասին, այսպես ակտիվությունների ֆոնին։ Չէ, ֆոնը դրեք մի կողմ։ Մենք այսօր սառեցված։ Ուրիշ։ Հնարավոր է գամի փուլ, որ այսպես որոշում կայացվի։ Մի ասա երբեք։ Ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է, այստեղ հապկի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, հապկը վերջին հաշվով, երբ որ հապ պետք է հանդես գար ինքը կա։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ հապկի հետ կապված հապկի գործողությունները փորձ էր արում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված հապկը անելիք ուներ, չարաշ, չէ։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք հապկի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Կամ Պուտինի մոտ այդ շփոթմունքը Պարոն Պուտինին էլ մեկ-մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինել։ Հապկականներ ասում են, որ այդ սարի գլխին ձյուն է տարին 12 ամիս, ինչի պայքարենք։ Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Չէ, ավելի շատ ձյուն երկրորդ կորպուսի Վարդենիսի ուղղությունը։ Հապկը ինչու պետք է միջամտել, ինչ եք կարծում։ Որովհետև
Կամակային պարտավորություններ կային ջան։ Բայց ասում էին, որ Ասում էին։ Այլ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ է։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում հապկից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարց դրվի։ Այն ինչ որ մեր երկրի շահը կթելադրել, շարժ։ Լսեք, Հայկ Սարգսյանը նաև ասում էր, որ զինվորները բանակում շաբաթը մեկ անգամ են լողանում, ասում է դե թող ղեկավար կազմն է շաբաթը։ Ես կարող եմ տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կամ տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչ է պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նայած լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն բանակի կարիքն է։ Ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել որ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու չես ծառայել։ Վահան Կոստանյանը, ձեր տղան էլ չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր տեսնեք։ Ձեր մասով ես ես նայում արդեն տեսնում եմ դուք դիչ ծառայեք, ինչ մեսի։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահում։ Ուրիշ։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաների Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայել։ նույն Հայկ Դուք Սարգսյանն հիվանդության Հարցում արեք բնույթ թող ասեք։ անպայման ես փոխել ուրիշ։ նույն Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներն շաբաթը մեկ լողանան, տեսնենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանել։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունել, առավել ևս, երբ որ լուսաբացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետք է սկսեն, մարզումից հետո նրանք պետք է ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Հիմա լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք ոնց ենք որ զորամասեր ունենան լողավազաններ, չէ՞։ Բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը որ ասում են, դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ դա միայն լոգանք չի։ Ասում եք հոգաբորբից մահացել է, որովհետեւ սառը ջրում։ Լսեք, հիմա փոխնախարին այդ հարցերը կտայեք։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասես թղթերի ինչ որ տարածակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, լիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվեարկել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է դեռ ուրիշ ձև բայ։ Պարոն Քոչարյան, Փաշինյանի Ռուսաստան այցից հետո մենք տեսնում ենք, որ դուք չարաշահում եք աչք թևի տակ ցախ անցնել։ Պարոն Քոչարյան, Չէ, չեմ ուզում ձեզ պատասխանել։ Որտեղ դուք շատ հարց տվեցիք։ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ։ Երրորդ ստեղ երրորդն էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ երկրորդը բան է Զատիկի մասին բան էր դրել։ Տեսա հոլովակ շատ, բայց ձուն չտեսա Կարմիր։ Հետևում եք փաստորեն։ Պուլի չտեսա, ձուն չտեսա։ Դեվի ուտելու են աշնորհը ԿՊ-ին է չեն ուզում։ Թույլ տվեք հարցը շահադրել, պարոն Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարող ուժի այն պնդումներին, որ եթե իշխանության դուք չլինեք, ապա պատերազմի վտանգը մեծ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գալու են եւ վերաբանակցելու են սեղանին եղած խաղաղության փաստաթուղթ, ասաց, որ ընդհակառակը սոցիոլոգիական հարցումներ կան, որոնք հակառակ բանի մասին են վկայում, որ եթե դուք մնաք իշխանության, այդ դեպքում պատերազմի վտանգը կմեծ։ Ինչ եք ուզում ես պատասխանել։ Ձեր գնահատականը Սերժ Սարգսյանի այս պնդմանը բացասական եւ ընդհանրապես դեռ շատ անհիշելի ժամանակվանից եւ վերջից իրեն ճանաչել եմ։ Միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ։ Մինչեւ պաշտպանության նախարար լինելը։ Ուրիշ։ Որպես Քոչարյանը հունվարին Փաշինյան Այո, ասում մի է մոռացեք Քարոլիայի հետ կապված նաեւ ինձ հաջողվել է Սերժ Սարգսյանին տալ բազմաթիվ հարցեր, ստանալ պատասխանել մոտ 5 ժամ։ ասում են, որ Քարորիա պատերազմում մենք հաղթանակ ենք տալու։ Դե կներես։ Բայց գործող իշխանությունը Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ Հայաստանը ինքը հասցրել է այն մակարդակի, որ նույնիսկ ատոմային տիրություն է դարձրել, ու ասելով չի։ Իսկ ով բերեց 2014 թվականի պատերազմը։ Ձեզ մեղադրում են, ասում են 3 պատերազմ դուք եք բերել։ Իսկ 16 թվականի պատերազմն ով է բերել ձեր դիտարկում։ Ինքը գնացել է Արցախ եւ ասել է, այնպես չանեք, որ ղարս երկենք, դա ինքն ասել, ես չեմ ասել։ Պարոն Քոչարյան, ծնողները կարծում են, որ պետք է հրապարակվի քննիչ հանձնաժողովի։ Ծնողները նայ։ Մենք ունենք 3970 զոհված, չնայած նույն Սերժ Սարգսյանը եւ Զատիկի տեսա հոլովակ դրած Ռոբերտ Քոչարյանը տալիս է 5000 զոհ, 1000-ով ավելացնել են ճարել։
այդ 1000-ը ձեր հորտնից եք բերել երեխեք։ Փաշինյանը պլյուս մինուսներով է հաշվում։ Չէ, Կարինա, ես հիմա լուրջ եք խոսում կամ ուզեք ես մտնեմ այդ դաշտ։ Չէ, լսում։ Համար դուք էլ մի մտեք այդ դաշտ, Ես ոչ թե լավ եք անում, հիշեցրեք։ Սա հարցը հետևյալն է։ Հիմա ծնողները ծնողեն տղաները։ Ծնողների այն խումբը, որ հիմա պարբերաբար հիշում է եւ հիշում եք մեծ լսումներ արեցին երկու этаպով ազգային ժողովում։ Այդ հիմնախնդիրների, որոնք իրենք բարձրացնում են։ Նաեւ անընդհատ ծնողների խումբը, որոնց մեջ նաեւ կան ծնողներ, որոնց երեխաների ԴՆԿ ԴՆԹ-ն հաստատված է եւ այդ երեխաները հիմա վերցված չեն դիահերձարաններից, այդ էլ կա։ Ամեն ինչ կա։ Նաեւ քննչական կոմիտեն, որը քննություններ իրականացրել եւ բավականին լավ հաջողություն ունեն եւ դա պետքա հիմք հանդիսանար որոնողական աշխատանքները կոնկրետ կետում, որտեղ քննությունը ըստ էության կարողացել էր դժողների իրավահաջորդներին ցույց տալ մահվան հատվածը կամ անհետ կորելու հատվածը որտեղա պետքա իրականացնել։ Հիմա զեկուցություն։ Զեկուցը գտնվում է գաղտնի բաժնում։ Զեկուցի հետ կապված վերջին փաստաթղթերը, պարոն Աբուսյան, դու կարող ես տվել։ Դեռ գաղտնի բաժնից մեր մոտ, մասնաժողովի, մենք դեռ փաստաթղթեր ունենք, որ պետք է իջեցնենք առաջի բաժնում։ Բոլորը հանձնել ենք արդեն։ Այսինքն, երեկվա դրությամբ մենք ավարտել ենք, իսկ դա մոտավորապես արդեն 2 ամսից, քանի ամիս է տեղափոխվում։ 3 ամիս պատկերացրեք ծավալ ինչքան փաստաթղթերը ուսումնասիրել է տեղափոխվում առաջի բաժին։ Իսկ դա ինչ հնարավորություն է տալիս ոչ միայն պատգամավորներին, նաև այն պատկան մարմիններին արդեն ունենալ զեկույցը, ստանալ զեկույցը, դրա հիմնավորումներով, որտեղ զեկույցը ամենակ գրած թուղթ չի։ Դրա տակ դրված են բոլոր այն հիմնավորումները, որը ներառված են այդ զեկույցի մեջ։ Ինքը 200 էջից ավել էր, հիմա ավելի այս ամբողջացնելու պարագայում բուն զեկույցը իր բովանդակությամբ եւ տեսագրություններով, ձայնագրություններով եւ քարտեզային հավելումներով ինքը դարձել է 500 էջից ավել։ Փաշինյանն ասում է։ Մի ես ասած չգես ինչ անում ես։ Չէ, հիմա չկա մի բան, որ ես չիմանամ այդ զեկույցից։ Բնակարար երկրի վարչապետն է, բող։ Այսինքն այդքան է կարևոր չէ, որ հանրայնացվի։ Այդպիսի բան մի նսեմացրեք ասած։ Պարոն Քոչարյան, այնուհանդերձ այդ ծնողները ինչպես պետք է ծանոթանան բովանդակությանը, որովհետև իրենք բազմաթիվ ծնողները այնպես ոնց որ իրենք են ուզում, իրենք չունեն, լիազորված չունեն այդպիսի իրավասության, որովհետև այդ գաղտնի հուժ գաղտնի իրեն ծանոթանան։ Կներեք, նույնիսկ կան հատբաներ, որ ինչ պետք է դա իրենց այդ փաստաթղթերը։ Վերջին աչով ես ծնողներին վերջին բանի երբ որ ծնողները այստեղ են, մի քանի օր առաջ, կասեմ Ղուկասյան Արսենը, ասաց պարոն Քոչարյանին, երբ որ հարցրինք բացոնողները, պարոն Քոչարյանն մեզ ասաց, ինչի չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին։ Այո, 2 հոգի պատվիրակաց ունեին, կարծեմ 2 նիստ եկան եւ չկան։ Մեկը հետո Մոսկվայից զանգեց ինձ, հիմա կարծեմ զինված ուժերով մայորը կոչում ունի ծնողներից մեկը։ Մյուսը այդպես էլ բայես գայը դեղ ինչ անի չէ, գայ որպեսի մենք վստահ լինեինք մեր աշխատանքի որակի վերաբերյալ չկա։ Հիմա եկել են այդ նույն ծնողները եւ ասում են, լավ կլիներ Սամվելը փոխգնդապետ Հովհաննիսյան, էլ ծնողներից զոհվածի ծնողը եկավ մի նիստի, որտեղ Փաշինյանն էր հանդես գալիս զեկույցը, եւ ես սպասում եի, որ դրանից հետո անընդհատ պետք է ինքը մասնակցի, որովհետեւ նաեւ ակնկալում է հետադարձ կապը ծնողների ինֆորմացիայի, որ մենք ունենայինք, որովհետեւ մեր աշխատանքը ավելի լավ կազմակերպենք։ Ոչ թե միայն պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը պահանջեինք, որպեսզի բանանենք հետախուզական փաստաթղթերը, քննչական կոմիտեները եւ այլն։ Նա ծնողները ունեին իրենց ստեղծած արխիվը։ Այդ արխիվային փաստաթղթերը այդպես է մնաց իրենց մոտ։ Ոնց։ Բայց չէ որ դուք ակնկալում եք հանձնաժողովի որակյալ աշխատանք եւ զեկույց։ Հիմա մենք զեկույց ունենք, ինքը հնարավորինս սակավաթիվ ուժերի պայմաններում ստացել է բովանդակային հիմնավորումներ։ Բավական է, որովհետեւ եթե քարորիայի ժամանակ շատ դժվար էր որևէ փաստաթուղթ ստանալ, կամ կեսում են, կամ չեն տալի։ Էլ չասեմ, որ եթե հիշում եք մարտի 1-ի փաստավակ խմբի ժամանակ մեզ կես թղթեր են տալի, ազգային անվտանգությունը եւ այլն։ Առավոտյան ինչ եղավ, կեսօրին ինչ եղավ, սա խափում է։ Բայց մենք կարողանում ենք գտնել ձևաչափ, որ մեր ուզած փաստաթուղթը սենց տենից հայտնվում էր մեր մոտ։
Ինչ ճանապարհներով է չես։ Բայց 2030 թրաման այդ նախկինից եմ ասում։ Հիմա Սերժյանն ասում է մենք հաղթել ենք շատ լավ։ Որ հաղթել ենք, այդ դեպքում Արցախում ինչ է իր համոզում քաղաքական էլիտային Լեռնային Ղարաբաղի դարձավ, ինչու որոշում կայացվեց։ Մենք ունենք եզրակացություն։ Ընդհանրապես 44 օրյա այդ հանձնաժողովի զեկույցը չքննարկել խորհրդարանում։ Ձեզ համար Իմ համար ամենակարևորը զեկույցի արկայությունն է։ Ճիշտ հասկացեք, ոչ թե որ մենք ժամկետ ենք խախտել, ըստ օրենքի մեկնաբանության հարց է։ Մի իրավաբան մեկն է ասում, մյուսն է ասում, ազգային ժողովի նախագահը հենվել է այն կարծիքի վրա, որ զեկույցը լինի ինչ որ ձևաչափով քննարկվի, բայց կանոնակարգ օրենքը չխախտվի։ Ընկալման խնդիրը, զեկույցը ամենակարևոր գոյություն ունի։ Այդ զեկույցը sense tenants 20 էջից բաղկացած եզրակացություն ունի։ Այդ եզրակացությունը պետք է Հայաստանի Հանրապետության։ Որտեվ այդ ծնողները, որ հարցնում են, իրանք ես ինչքան հասկանում, ասում են, թող զեկույց ասի իմ տղան, որտեղ է անհետ կորել կամ ոչ։ Հանձնաժողովը այդ խնդիրը իր արժև գուցե մասնավոր ունենար կոնկրետ մի դեպքով, բայց մենք այնտեղ ծավալը պատկերացնում ենք եւ հանձնաժողովը ազգային ժողովի հանձնաժողովը ինքը տվել է եզրակացություն, թե մեր պարտությունը որտեղ պետքա փնտրենք, որտեղ ենք թերացել։ Եվ դրանից դասեր քաղելով մենք ինչ պետք է անենք մեր անվտանգային միջավայրը բարելավելու, այն ինչի ուղղությամբ կատարում ենք որոշակի աշխատանքներ եւ լուրջ աշխատանքներ։ Լուրջ են առումով, որտեղ տարբեր Հիմա այսօր ասեմ, կասեք ինչ եք թիրախորում, տարբեր բայղուշներ էկրանի մյուս կողմից, ասենք Արշակ Կարապետյանը հելում են բաներ ասում, բայց այդ մարդը պաշտպանության նախարար, մեր իշխանության օրոք, պաշտպանության նախարար աշխատած Արշակ Կարապետյանը հանդես է գալիս որպես իշխան Համլետի հայր եւ դուրս է գալի բաժանություն անում մեր երկրի գլխին։ Ինքը պետք է այդպեսի ազնիվ նախարար էր, ինքը ինչի փախի իր երկրից։ Մենք գիտենք, մի հատ պաշտպանության նախարար ունենք փախած Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Վիգեն Սարգսյան, այդտեղից մի հատ էլ ով է Ռուսաստանում։ Այստեղ ոչ, նա արդեն ուզում է բան։ Կուսակցություն է ստեղծել, Վաղարշակ Հարությունյանը։ Չէ, Միխայել Հարությունյանը նա մարտի 1-ով անհետացել։ Բայց պատկերացնում եք երկրի պաշտպանության նախարարները փախել են իրենց երկրից, դուրս եկել սահմանից դուրս։ Նրանք պետք է սահմանի ներսում լինեն։ Իմ գնահատականները հիմա հնչեցնենք, ասեն, էլի թիրախավորեց մեր հրաշալի նախարարներին, հրաշալի նախարարները նրանք են, ովքեր գտնվում են երկրի սահմանի ներսում, անկախ նրանից ինչ կլինի։ Վերջին հաշվով բոլոր պատմական ֆիլմեր եք նայում, երկրորդ համաշխարհային պատերազմ, առաջին համաշխարհային պատերազմ, զինվորականներ, մարշալներ, դատապարտված, պետք է այնպես անես, որ դու քո պահվածքով, վստահություն ներշնչելով, երկիրը դարձնես ապահով եւ անվտանգ։ Հարությունյանը չունի այս իշխանությանը, դուք լավ հարաբերություններ ունեք կարծեմ։ 90-ականից երբ որ ինքը Սուզանավի վրա ծառայությունից հրաժարվեց եւ եկավ ներքին գործերի փոխնախարարի այն ժամանակ ես ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն եմ։ Ես այն կարծիք ունեմ, որ Հարությունյանը լավ արեց, որ 90 թվականին եկավ այս։ Չէ, հիմա ոչ։ Ես կարող եմ ասել Վաղարշակ Հարությունյանի եղբայրը շատ լավ ազգային անվտանգության ծառայության նաև փոխնախ այն ժամանակ մահացել է։ Պարոն Քոչարյան, Իրանի հետ կապված պատերազմի պայմաններում Թրամփի ուղու կառուցումը, որը Փաշինյանը հունվարին ասում էր, դա մեր անկախության, ինքնիշխանության 99 տարով երաշխիքն է։ Ինչպես է գնահատում Իրանի այս ցանկացած պատերազմ սկսվում է եւ ավարտվում է։ Երբ որ սկսվում է, այլ իրավիճակ է առաջանում, տարածաշրջանային, համաշխարհային եւ այլն։ Ավարտից հետո ֆիքսում է ինչ որ իրավիճակ, որի համապատասխան պետք է դու քո քաղաքական հեռանկարը եւ վերլուծությունը կառուցած ըստ դրա։ Մեր տրիպի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի հատ առավելություն, մեր սահմանի վրա կրակոցներ չկա։ Հրթիռները բոլոր տեղերը թռնում են, մեր սահմանի այս կողմը գտնվում է հանգիստ վիճակում, բայց կարող է փոխի դրա համար էլ մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր զինված ուժերը ինքը այն նպատակներով դրել է իր առջև, ունենա լուծումներ, իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը որ երկրին տալիս է հնարավորություն այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծել եւ հեռանկար։ Եվ մնում է մենք անկեղծ լինենք մեր սպայակազմի նպատակների համար, որտեղ նայեք, այսօր ներքին գործերի նախարարությունը վերել էր նախագիծ օրենսդրական, որը շատ կարևոր է, որպեսզի կադրային մրցակցությունը մենք դարձնենք անշրջելի։
Նույնը բանակը մի քիչ ավելի շուտ սկսել էր։ Տարբեր ծրագրեր։ Եկեք այդ նպատակին բոլորս ծառայենք, ես կողմ եմ, որ ինչքան հնարավոր է տվեք այդ հարցերը, ես դեմ չեմ, նույնիսկ Նարեկը կարա հարց այս ծրագիրը արդեն այսպես խոցելի չի դարձնում եւ Իրանը ավելի շուտ Դու ուզում ես խոցելի դառնալ։ Չէ, ինքը ինչ որքանով է Բոլորը չգիտես ինչի ուզում են, որ այդ ծրագիրը չկայանա։ Ծրագիրը չգիտեմ, Իրանի հետ բայց ձեր ընդդիմադիր գործընկերները, ձեր օպոնենտներն ասում են, որ դուք գովերքում եք հաստատված խաղաղությունը, բայց դա շատ թույլ, շատ հեղեղուկ, մեկ Այո, դա թույլ, այա, դա թույլ, ճիշտ են ասում։ Կգանք, Այդ կբերենք դեպքում ինչի իրանք խաղաղության քայլեր չեն անում, որը չէր բերի քարորյա պատերազմի դե լավ էլի։ Ինչը դե լավ էլի պատերազմ եղել է։ Դուք Շատ լավ, դուք իմ ուժեղ երաշխավորված խաղաղության նրանց խոստմանը եւ ինչ է նշանակում ուժեղ խաղաղություն եւ երաշխավորված։ Ոսեք ցանկացած ստորագրված փաստաթուղթ կարելի է խախտել։ Դու ստեղծի քո այնպիսի միջավայր անվտանգային, որ խախտելը դժվար լինի։ Դու ինքդ պետք է երաշխավոր լինես քո երկրի անվտանգությանը։ Հիմա քո չորս իմ օրոք։ Իր օրոք մարտի 1 ա եղել, իր օրոք այնքան բաներ ա եղել։ Ասում են սահմանների խաղաղա միակ նախագահն եմ եղել, որի պաշտոնավարման օրոք Գնացեք բոլոր լրագրողեք, գնացեք նայեք սահմաններում տիրող իրավիճակը եւ իր թողած բանկա բուտուլիկ եկեք։ Շնորհակալություն։ Արես Սիմոնյանը երբ ասում է Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, պարոն ճիշտ եք համարում։ Ասում է հիմա Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ եւ Հայաստանն էլ Ադրբեջանն։ Հայաստանն էլ Մեր անվտանգության երաշխավորը մեր ժողովուրդն է իր անվտանգային համակարգով, իր զինված ուժերով եւ իր քաղաքացիներով։ Շնորհակալություն։ Արես Սիմոնյանը որ Ադրբեջանն է երաշխավորը։